Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ մեր տոնական եթերը ու հենց այս առիթով էլ ունենք շատ հատուկ եւ շատ սիրելի հյուր։ Մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Հոյակալ։ Ինչ լավ է։ Նախ ուզում ձեզ շնորհավորել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ես էլ եմ սիրով շնորհավորում։ Մաղթում եմ միշտ եք այդպես ժպիտով, որտեղ շատ կարևոր է, հա, երբ որ ժպտում են եւ հատկապես երբ որ կանայք են ժպտում, դա նշանակում է, որ ուժ կա, մեծ ուժ։ Ինչու՞մ է թաքնված ձեր ուժի գաղտնիքը։ Ես իմիջիալոց սիրում եմ ժպտալ եւ ինձ չեն հիշում դրսում մռայլ տեսքով։ Դրա համար էլ իմ ընկերական շրջապատում միշտ ասում են, որ դու կաս կարծես տոն լինի։ Ոչ թե ես դիտավորյալ եմ ժպտում, այլ ստացվում է այդպես, էլի, որ ես ուրախանում եմ։ Իհարկե, տանահո ես չեմ ժպտում անընդհատ, հիմա տպավորություն չթողնեմ, էլի։ Տան լինում է տարբեր միմիկաներ իմ դեմքին։ Գիտեք դա, ես կարծում եմ, որ ամեն մեկին պիտի ունենա այդ հատկությունները, ես չեմ թաքցնի, որ ասեմ ես եւ ասում եմ եւ կարծում եմ ես ուժեղ կին եմ, համբերատար եմ, մեջս լիքը սեր կա եւ ամուսնուս նկատմամբ եւ երեխաներիս եւ թորնիկներիս եւ փեսաներիս եւ աղջիկներիս նկատմամբ շատ մեծ սեր կա, համբերատար եմ եւ ինչ ասեմ, ինչ որտեղ ես ինձ գովեմ, հա, իմաստուն եմ։ Ահա։ Եկեք ձեր կյանքի վերջին նորություններից խոսենք ստեղծագործական, որովհետև դրանք շատ են, իսկ դուք քիչ եք հարցազրույցներ տալիս եւ դրանց մասին միշտ չէ որ իմանում ենք։ Հա, գիտեք ինչի, որտեղ արդեն ես կասեի գալիս է 5-րդ տարին, որ ես Հայաստանում ինչ որ չեմ նկարահանվում, որովհետև իմ զբաղվածությունը մի քիչ թեքվել է։ Թեքվել է դեպի որոշ մարդկանց դուր կգա, որոշ մարդկանց դուր չի գա, դեպի Ռուսաստան։ Այսինքն ռուսական պրոյեկտներ։ Ռուսական, հա, շուկայում։ Այնտեղ ես արդեն 5-րդ տարին է ռուսական լեզվով եմ խաղում, ռուսաց լեզվով, այսինքն մեր հայտնի Նարինե Աբգարյանի գործը Մանյունյա գործը, որը մենք սկզբից ունեցանք 3 տասական սերիալներ, 3 տարի տասական սերիալներ, հետո գնաց Մանյունյա ֆիլմերը, Մանյունյան գյուղում, Մանյունյան Մոսկվայում, հետո Բայ Հոբելյանը այս վերջերս բան ես եմ, Բայ Հոբելյանը այս վերջերս կայացավ պրեմիերան, ինձ հրավիրեցին պրեմիերային, բայց ես չկարողացա գնալ զբաղվածության պատճառով եւ ասում են շատ լավ է ստացվել։ Իսկ ասեմ անցյալ տարին, ես ասում եմ, այս տարի, որտեղ այնքան արագ է անցնում ժամանակը, շատ արագ ենք ապրում, զգում եք, անցյալ տարի ամառը ես 3 ամիս Մոսկվայում էի, նկարվեցի 3 ֆիլմ, այսինքն 2 ֆիլմ եւ մի սերիալում նկարվեցի, շատ գոհ եմ, շատ լավ է։ Ինձ բախտ է վիճակվել ձեզ հետ աշխատել։ Այո, մենք դասին աշխատել ենք ֆիլմում։ Եվ ես գիտեմ, կարող եմ փաստել, թե ինչքան ուրախացնում նաև process-ը, որովհետև Տիկին Ջուլիայի երբեք չես ձանձրանա նկարահանման հրապարակում։ Մի քիչ խոսենք այդ մասին, հա, որովհետև շատ անգամ մենք տեսնում ենք արդյունքը, հանդիսատես հեռուստադիտողը միշտ տեսնում է արդեն պատրաստի ֆիլմը կամ ներկայացում, այս process կա, որը ինչ որ չափով դժվար է դերասանի համար, որովհետև ինչ որ մենք տեսնում ենք, դա երկար աշխատանք ունի։ Նկարահանումներ, որ կարող են ձգվել մի քանի 10 ժամ, ներկայացման փորձեր, որ կարող են ամիսներ տևել։ Այս process-ը ձեզ համար ինչ է։ Ինձ համար հաճույք է։ Ազնիվ խոսք, եթե հատկապես լավ խումբ է հավաքված, լավ կազմ, դերասանական լավ կազմ, որը մեր մոտ կար, շատ լավ կազմ էր հավաքված, ես հաճույք էի ստանում այդ կազմից, նույնիսկ պարտավորված էի զգում, որ լավ լինի։ Շատ դժվար է ֆիլմ նկարահան, այդ process-ը շատ դժվար է։ Դժվար է, բայց եւ հաճելի։
Ես օրինակ մենք եղել է որ առավոտյան ենք տուն գնացել, հիշում ես 6-ին 7-ին տուն ենք գնացել 10-ին նորից վերադարձել ենք։ Ընդամենը 2 կամ 3 ժամ հանգստանալուց հետո, բայց այդ 2-3 ժամն էլ ասում են երբ պետք է անցնի որ գնամ։ Հա, ես իմիջիալոց եմ մյուս ֆիլմերում այլ այդպես վերջերս ես նկարվեցի Գոր Կիրակոսյանի ֆիլմում շատ լավ էլի կերպար է, շատ մեծ հաճույք ստացա էլի, որովհետև շատ լավ թիմ էր հավաքված եւ Գոր Կիրակոսյանին շատ եմ հարգում։ Իսկ մեր Մանյունյան Արման Մարությանի ֆիլմն է, Արմանին ես համարում եմ կարծես իմ շատ լավ ընկերն ու բարեկամը, շատ եմ սիրում Արմանին, շատ պրոֆեսիոնալ է աշխատում, պրոֆեսիոնալ, մանրակրկիտ եւ պատասխանատվություն ունեցող մարդ, ամբողջ կազմը շատ մեծ կազմ է։ Մանյունյայի կազմը, ահա որ մեծ կազմ է, եւ ինչ հանդարտ, հանգիստ ու իհարկե ներքին խստությամբ տանում է այդ ամբողջ process-ը, ինչ շատ է դուր գալիս նրա աշխատանքը։ Լավ մարդկանց հետ ենք աշխատել մենք։ Ավելի շատ արդյունքն եք սիրում թե process-ը։ Ես արդյունքը վախենում եմ նայելուց։ Միշտ քննադատում եմ, երբ որ ես ինքս ինձ նայում եմ։ Ես չեմ սիրում այդքան շատ ինձ նայել։ Այդ process-ը սիրում եմ եւ կարծես թե լավ եմ զգում, բայց հանկարծ չնայեմ, որ հանկարծ նայեմ, կարող եմ հանկարծ ինչ-որ բաներ տեսնեմ ու շատ պատասխանից թե ինչու եմ այդպես արել կամ ինչու էսպես չեմ արել։ Իսկ ձեզ ավելի դրամատիկական դերերն են հոգեհարազատ թե հումորային։ Ես ասեմ, իմ կյանքում, չգիտեմ, դա իմ էությունից է գալիս, թե ռեժիսորներից է գալիս, թե չգիտեմ ինչից, իմ մոտ այնքան բազմազան են կերպարները, որ նույնիսկ ես թող ինձ շատ չքննադատեմ, բայց ես ուզում եմ ինձ գովեմ այդ տեսակետից, որ շատ ահավոր բազմազան են, շատ կտրուկ են, այսինքն ես կարող եմ խաղալ, ընդհանրենք Արագեղեցիկ Շամիրամ, կամ խաղամ Աշնանարև Աղուն, կամ խաղամ հիմա խաղում եմ Արծվաբույնը, ամայի կերպարը, մի հոյակապ կերպարը, որը ողբերգություն է իսկապես, այդ բոլոր դրամատիկ կերպարների կողքին կամ Լեդի Մակբեթ խաղամ եւ կողքին խաղամ ես այնքան թեթև կոմեդիա, ես կոմեդիայում շատ ավելի բան եմ զգում, դրամատիկը իմ ներքին կերպարն է, ճիշտ կերպարն է, բայց կոմեդիան, որը ասում են շատ բարդ է, ինձ մոտ շատ մի տեսակ թեթև է, հեշտ է ստացվում, կոմեդիան հեշտ է ստացվում, ես Նարեկ Դուրյանի մոտ հիմա խաղում եմ 2 ներկայացումներ կոմեդիաներ, իմ Զոքանջը եւ չէ, բայց ինչ եմ ասում, Քշիգն է ներկայացումը, Զոքանջի կերպար, սենց, եւ խաղում եմ Անտիկվար Լեռնիկը, էլի շատ հոյակապ կերպար է, այսինքն շատ տարբեր են իմ կերպարները։ Կերպարները շատ տարբեր են, բայց միշտ լինում է մի կերպար, որը լինում է կյանքի կերպարը, հա, որը միշտ կա ձեր կյանքում։ Ես դեռ չեմ խաղացել։ Չեք խաղացել։ Երազում եմ։ Որն է դա։ Ունեք թե դեռ մտածում։ Ինքն շատ եմ ասել, որ ամաչում եմ։ Ոչինչ, մի հատ էլ ասեք։ Ուրեմն հիմա ես երազում էի, ուրեմն ծառեր կանգնած են մահանում Կասոնայի, խաղացել են երիտասարդ տարիներին ես ու ամուսինս որպես սիրահար զույգ, իսկ այդ տարիներին երազում էի խաղալ տատիկի կերպարը։ Ծառեր կանգնած են մահանում տատիկի կերպարը, եւ իմ երազանքը կատարեց ամուսինս բեմադրեց, եւ ես հիմա խաղում եմ տատիկի կերպարը, որին այդքան ցկտել էի եւ հաճույք եմ ստանում խաղալուց։ Իսկ հիմա ունեմ եւս մի երազանք, որն է, որը շատ երկար տարիներ դեռ չի կատարվում, պատճառաբանելով որ իբրև թե թանկ ներկայացումը, բայց դա հիմա այս ժամանակաշրջանում, այս ժամանակակից կյանքում թանկ բեմ չի լինում։ Նրանք կարող են ստանալ լուսային էֆեկտներով, վարակույրներով, պալատներ։ Դա Լյուդմիլա Ռազումովսկայայի «Моя сестра и пленница», իմ քույրը եւ իմ ստրկուհին։ Այսինքն Մարիա Ստյուարտն է, բայց Լյուդմիլա Ռազումովսկայի վերսիան է։ Դա Մարիա Ստյուարտն է եւ Ելիզավետ Թագուին։ Ես ուզում եմ խաղալ այդ Ելիզավեթը եւ դրանից հետո եթե ոչինչ էլ չխաղամ, ես դժգոհ չեմ լինի։ Իսկ տենց հնարավոր է, որ երբեք ոչինչ չխաղաք։ Մտածել եք այդ մասին։ Հա, գալիս է պահ, որ արդեն, գիտեք, տարիք է երևի, չգիտեմ, ես ինձ այդքան տարիքով չեմ համարում, որտեղ իմ ներսը շատ մանուկ է, բայց իմ թիվը բարձր է, այսինքն տարիք կա, թվային տարիք կա, որտեղ արդեն կարծես թե ես մտովի ստոպ եմ ուզում տամ։ Այսինքն ամեն դեր չեմ ուզում
խաղալ չեմ ուզում այդքան։ Ես ուզում եմ խաղալ այն ինչ որ իմ տարիքին համապատասխան է։ Այսինքն, եթե չեմ սխալվում, մոտ 40-45 տարիքի։ Չէ, ես կարող եմ 25 տարեկաներ խաղամ, հարցը դա չի։ Մաքսիմում ես ասեցի թիվը։ Մաքսիմում ես ասում։ Չէ, բայց ես երազում եմ այդ կերպարն էլ խաղամ, այդ դրանից հետո կխաղամ, թե չեմ խաղա, այլևս այդքան կարևոր չի, որտեղ ուրիշ երազանք կերպար չունեմ, որովհետև շատ լավ կերպարներ եմ խաղացել։ Շատ։ Դուք նշեցիք կերպարը, որը կուզեք խաղալ, ինձ հետաքրքիր է, քանի որ կանանց մեկամսյակն է, եւ դուք ինձ համար մարդ եք, ով հաջողել է եւ կյանքում եւ կարիերայում, ինչն է ձեզ համար կյանքում կարեւոր եղել, որին հասել եք, կամ հիմա դեռ նպատակներում կա, որ պետք է նոր գա։ Մտածեմ ասեմ, թե միանգամից ասեմ։ Միանգամից ասեմ։ Ուրեմն դուք հարցրեցիք ինչն է կատարվել կյանքում երազանքներից։ Իմ երազանքներից մինչալուց երիտասարդ հասակից երազել եմ ունենալ կայուն ընտանիք։ Կայուն ընտանիք, ունենալ ենթադրենք դեռ երիտասարդ հասակում, ես հիշում եմ Թատերական ինստիտուտում դասի ժամանակ միշտ երբ որ լեկցիաներ էի լսում, նկարում էի։ Ու հանկարծ միշտ նկարում էի գեղեցիկ աղջիկներ։ Ոչ զարմանում էի, ինչի է իմ ձեռքը գնում այդքան սիրուն նկարել աղջիկներին, չէ՞ որ ես այդ սիրունը չեմ։ Ոնց եմ տենց սիրուն ուզում նկարեմ ու փորձեցի աչքերս փակ նկարել, աչքերս փակ նկարեցի, ավելի սիրուն ստացվեց։ Ու զարմանում եմ, ես որտեղից։ Ու հետո ես հասկացա, որ ամուսնացա, ունեցա 3 աղջիկներ, 3-ներ շատ սիրուն են, ինձ հետ կապ չունի։ Իրանց եք նկարել։ Շատ, իրանց եմ նկարել։ Ու տենց երազում էի ունենալ զավակներ, թոռնիկներ, կայուն ամուր ընտանիք։ Եվ հիմա փառք Աստծո, թող շատ չամարի Աստված, ունեմ այդ ընտանիքը, ունեմ 3 աղջիկ, 7 թոռ եւ 2 ծոռ։ Իսկ ճիշտ է, որ թոռնիկները ավելի քաղցր են, քան երեխաները։ Եվ հետո կարող եմ ծոռնիկների համար էլ հարցնել հիմա ձեզ։ Երևի իմ աղջիկները ձեզ ճիշտ պատասխանեին, բայց ես իրանց փոխարեն ասեմ, որ ես իմ թոռնիկներին չեմ ընդունում որպես թոռնիկներ, կարծես դրանք էլ են իմը։ Ես իրանց հետ էլ նույն ձևի, ինչպես իմ աղջիկների հետ եմ եղել, եւ խիստ եմ, եւ շատ սիրող եմ, եւ շատ փափուկ եմ, եւ շատ կատակասեր եմ, իրենց հետ հավասար կարող եմ մանկական խաղեր խաղալ ու հրճվել, կարող եմ նրանց սիրել ոնց որ իմ աղջիկներին, կարող եմ ես նրանց նկատողություն անել ինչպես իմ աղջիկներին։ Տիկին Ջուլիա, մենք հաճախ հենց մեր ֆավորիտ, հա, դերասաններին, դերասանուհիներին միշտ կերպարային ընդգծում եւ կառուցում ենք նրանց կերպարը դատելով ֆիլմերից, իրենց խաղացած դերերից, բայց դերասանը ունի իր անձնական կյանքը, որը լի է, չգիտեմ, դժվարություններով, ուրախություններով, դուք ունեցել եք եւ ունեք շատ հետաքրքիր կյանք եւ ունեցել եք դժվարություն, որը հաղթահարել եք։ Պիտի խնդրեմ մի քիչ խորհուրդ տաք բոլոր այն կանանց, ովքեր կյանքում հանդիպում են մի դժվարության հետ, որ այդ պահին մտածում են, որ այլ երբեք այս դժվարությունը հնարավոր չի հաղթահարել, բայց յուրաքանչյուր դժվարություն առավելևս հայ կնոջ համար հաղթահարելի է։ Ես ինքս սիրում եմ, երբ որ հարց են տալիս, ես եւ պատասխանողը ուզում եմ մի քիչ մտածի, որ ճիշտ պատասխանի, բայց ես չգիտես ինչի շտապում եմ, չեմ ուզում մտածել։ Եվ հիմա ես ես ասեմ, այդ կանանց, ես ով եմ որ խորհուրդ տամ, խորհուրդ չեմ տալիս, բայց ինձ մի անգամ Լեհաստանի ունեմ մի հատ շատ լավ մտերիմ տերտեր, ընկեր, որին ասում են քշոնց, տերտեր, որը մեր շատ մտերիմ էր, եղան դժվար պահեր մեր կյանքում, Լեհաստանում սկզբից, եւ նա մեզ շատ մեծ թիգում կանգնեց ու ինչ ասեց, մենք ունենք մի քանի լուծվող հարցեր, որոնք չէի կարողանում, ես ու ամուսինս չէին կարողանում, ես, այդտենց եմ ես էլի, ես ու ամուսինս չէին կարողանում լուծել եւ նա ինչ ասեց, քանի հարց ունեք բարձելու, ասեմ մոտավորապես այսքան, ասեց գրպանի ծթանի այդ հարցերը, հենց հիմա հանի շարի սեղանին ու ասում հերթով այդ հարցի պատասխանը մտածի ու ստացի ինչպես կարելի է ստանալ էս եւ դու կգտնես այդ քո բոլոր հարցերի պատասխանը սրանից բխում է իմ ասելիքը նրանում որ ամեն մի կին պիտի լինի իմ կարծիքով պիտի լինի դատող
մտածող, անպայման, համբերատար չշտապի որոշումներ կայացնել։ Եվ դրանից բարձա պետք է լինի սեր իրա ինքը իր նկատմամբ եւ դիմացինի նկատմամբ, որպեսզի այդ հարցը լուծվի։ Եթե սեր չեղավ մեջը, սերը ես ընդհանուր հասկացողությամբ եմ ասում, ընտանիքի սեր, երեխաների սեր, ամուսնու նկատմամբ սեր, այդ սերը եթե եղավ, հնարավոր բան չի հարցը չլուծվի եւ դրանից գալիս է արդեն կնոջ իմաստությունը, պետք է լինես իմաստուն։ Դադարտաս քո նեղվածությանը, քո կրքերին, քո ներվերին դադարտաս, շատ սիրուն բան են ասում։ Հաշվի 0-ից մինչև 10 կամ 10-ից մինչև 0 լուծի հարցը։ Որոշում կայացում։ Այո։ Մենք համոզված ենք, որ ինչպես հիանալի են ձեր բոլոր կերտած կերպարները, այնպես էլ հիանալի դուք պատրաստում եք խոհանոցում։ Դրա համար ուզում եմ ձեզ նվիրել Տրամոնտինա բրազիլական ընկերության կողմից ներկայացվող խոհանոցային փոքրիկ պարագա, որը մի թեթև կթեթևացնի ձեր հոգսը խոհանոցում։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ ձեզ նվիրել նաև Իջևանի գինու գործարանի կողմից ներկայացվող հատուկ կանանց համար ներկայացված բրիզ փրփրուն ռոզե գինին, որը ես գիտեմ, որ կանանց մոտ մեծ մասսայականություն է վայելում հենց այս տեսակը, որովհետև շատ կանացի ու շատ գեղեցիկ է։ Սա ես համոզված եմ, որ կհավաքվեք ընտանիքում ձեր աղջիկների, թոռների հետ միասին եւ կնշեք մի շատ հետաքրքիր առիթ, որը միշտ լինում է ձեր կյանքում։ Շատ շնորհակալ եմ, շատ։ Եվ Տիկին Ջուլիա ջան, Իհարկե, ուզում եմ ձեզ նվիրել նաև Lily's Flowers-ի կողմից, այս գեղեցիկ ծաղկեփունջ է, այնտեղ բոլոր ծաղկեփնջերն են շատ գեղեցիկ, յուրահատուկ եւ հետաքրքիր, եւ այստեղ ուզում եմ դնել մի քարտ, արևբացիկ, այս քարտը ընդունեք ձեր աղջիկների կողմից ձեզ, որովհետեւ այս քարտի վրա ներառված են հայտնի տողեր, շատ սիրելի բանաստեղծի կողմից, Շիրազի կողմից։ Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծերնա, մեծերու անգին։ Ես վստահ եմ ձեր աղջիկները յուրաքանչյուր վարքյան այս մասին են խոսում, այնպես որ այս քարտը թող լրացնի կարևոր խոսքեր ու լրացնի այս գեղեցիկ ծաղկեփունջը, որը ձեզ համար է։ Շնորհավորում եմ ձեզ եւս մեկ անգամ այս տոնի հրաշալի տոնի կապակցությամբ։ Ես էլ բոլոր կանանց ձեզ շնորհավորում եմ համբերություն եւ ուժ ու մեծ սեր։ Շատ սեր, շնորհակալ մեզ հետ սկսեցիք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Դե հիմա էլ կարճ դադար ու հետո արդեն ամփոփենք ծրագիրը, Սորա։ Ամփոփենք։